մետրոյում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր սիրելի հարգելի քաղաքացու հետ տենց սուր խոսակցություններ եւ ես նաեւ մեր գործընկերների որոշակի մեկնաբանություններից եւ քննադատություններից հասկացա, որ իմ ասածների մեջ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես երևի պետք է լիներ, ես նորից ուզում եմ ներողություն խնդրել այն ամեն ինչի համար, ինչը չեմ ասել ձևով եւ բովանդակությամբ այնպես որ պետք է լինեն, բայց նոր գործընկերներին էի ասում, որ քանի անգամ այդ թեման են 2023 թվականի իրադարձություններին ես այո միջև այսօր չեմ կարողանում առանց էմոցիաների անդրադառնամ եւ դա շատ մեծ թերություն է, ես ընդունում եմ այդ թերությունը, չեմ կարողանում ես այդ պահը հաղթահարեմ, որովհետեւ երբ որ այդ թեմային խոսակցությունա գնում, ես նոր հիշեցի ազգային ժողովում ոչ միտեղ չեմ կարողացել բան չանել, ոչ միտեղ չեմ կարողացել էմոցիաները զսպեմ հանգիստ հանդարտ, բայց նոր խոստացա, որ ես մի օր այդ թեմային համապարփակ հանգիստ։ Ես ցավոք սրտի անուն ազգանունը չգիտեմ, գիտենք անուն ազգանունը քաղաքացու մետրոյում Արմինե Մոսյան, հարգելի Տիկին Մոսյան, ես ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար եւ հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու։ Իմիջիալոց ես կուզենամ այդ խոսակցությունը տեղի ունենա եւ ես ուզում եմ ես գիտեմ, որ դուք կմերժեք եւ հետեւից երկու կոպիտ բառել կասեք, ես դա ընդունում եմ խոնարհությամբ, բայց եթե հանկարծ ձեր մտքով անցնի, որ արժի, որ մենք sense տեսախցիկը չէ, հեռախոսը կամ եթե կուզեք տեսախցիկը դնենք, հանգիստ պայմանավորվենք առանց էմոցիաների խոսենք, ես իմացեք, որ ձեր տրամադրության տակ եմ եւ այս գլխից ընդունում եմ այդ հրավերը։ Կրկին ուզում եմ ներողություն խնդրել ձեզանից, որ ինչ որ եթե չէ, ընդունում եմ, որ ինչ որ բան նենց չեմ ասել, ճիշտ ժեստիկուլյացիայով չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել, ինչ որտեղ բովանդակությունն էլ ճիշտ չեմ վերաբերվել, բայց ելի եմ ասում, այդ թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, եւ ես բոլորից եմ ներողություն խնդրում։